որովհետև թիմի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է, հենց դրա համար։ Ես նրան 50 տարի ճանաչում եմ, շատ լավ գիտեմ, շատ ինչ մարդ է նա, ազնիվ, արյունասեր։ Ես տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանին, միայն նա կարող է հանել այս փոսից երկիրը։ Դա ինքը ապացուցել է։ Ինքը իր խոսքի տերն է, նրա բերանում սուտ չկա։ Եթե հարցը բարձրացնես, գտնի, որ արդարա ճիշտ է, ուրեմն համոզված եղիր, որ լինելու։ Այս աշխարհը տիրում են գայլերը, ոչխարները նեղ անելիք չունեն։ Դրա համար պետք է երկրի ղեկավարը այնպես մարդելնի, որ կարողանա գայլերի հետ լեզու գտնի։ Ոչխարը, գիտեք ինչ կա, սենց մի հատ ասված կա, դոլները խփում են, ոչխարները քայլում են։ Իսկ այդ ոչխարները չեն հասկանում, որ վաղը իրաց փոստից են այդ դոլները սարքելու։ Հասկանում եք։ Դրա համար մարդը պետք է գիտակից մոտենա ամեն ինչին եւ աշխարհը իրոք խառը վիճակ է հիմա։ Պատահական մարդիկ, ում կարան կառավարեն արտաքին ուժերը մի կոպեկ տալով, դա չի պետք լինի, դա պետք է պինդ մարդ լինի եւ ունենա հեղինակություն բոլորի մոտ։ Ես չեմ ասում Ռուսաստան, մեկ բոլորի մոտ, որ կարողանա բոլորի հետ հավասար խոսա, ոչ թե այս է սկաց, վզին տան, ուսին տան, այս բան անեն, այն բան անեն։ Իսկական հայեցի եւ հիմա հասել ենք այնպեսի մի հանգրվանի, որ արդեն քոր մարդը, կույր մարդը կտեսնի, որ անդունդի եզր ունենք։ Այստեղ էլ խաղեր պետք չի։ Խաղերը միայն իրանք են տալիս։ Եվ մեզ պետք է որ փրկող ուժ լինի։ Մենք Ռոբերտին գիտենք որպես անվարան, այդպես կամային պատկանիշ ունեցող հաստամորություն ու նաև վարչապետության իր Հայաստանում առաջի տարիներին ինքը ապացուցեց, որ կարող է բանը ոտի կանացնել քայքայվող տնտեսությունը։ Քիչ չէ այսօր դա։ Ու բացի այդ նաև այն հանգամանքները, որ նախկին Ալիևը իր դեմ չոքել էր, ես Խիմիկո Ալիևը սրանց աչոքացնում։ Ես այդ հույսը այնքանով եմ կապում, որ ինչ որ հիշում եմ անցած երկու անգամվա ընտրությունների տվյալ մարդու ընտրության ժամանակ նույնը հիմա եմ կապում այդ հույսը ու չեմ կասկածում, որ կլինի այն ինչը որ մենք սպասում ենք։ Իմ սիմպաթիան Ռոբերտ Քոչարյանն է, ես իրեն եմ որպես լիդեր ու որպես առաջին դեմք պատկերացնում, դեմ չեմ լինի նաև ուժեղ Հայաստանի տեխնացուին, բայց ամեն դեպքում առաջինը իմ համար Ռոբերտ Քոչարյանն է։ Մի հատ խնդիր ունի, շատ է մնացել են հակափիարի ու դեմոնիզացիայի տակ, որ արել են իր հանդեպ։ Ինքը շատ ուժեղ, շատ հավասարակշռված, շատ բարձր արժեքներ կրող, բարձր մարդկային որակներ ունեցող մարդ է։ Ես դա տեսնում եմ, զգում եմ, հասկանում եմ, մնում է էլի մարդիկ հասկանան ու պլյուս դրան ունի զգացվում է, որ ուժեղ կամք ունի, մեծ փորձ ունի ու գեր մոտիվացված է իր անունը ոսկե տառերով գրելու Հայաստանի պատմության մեջ։ Բոլոր բնութագրերը, որոնք պետք են առաջնորդին, ինքը օժտված է։ Երբ սկսվել է Ղարաբաղյան շարժումը, ես այն օրվանից եմ իրեն ճանաչում, որպես առաջամարտիկ։ Միայն ու միայն նա կարող է մեր այս խճճված էությունից մեզ դուրս բերել։ Ռոբերտ Քոչարյանը այն անձնավորություն է, որը երկնչել երբեք ու երբեք չի երերում իր գործողությունների մեջ, վստահ է իր ուժերի նկատմամբ։ Կարելի ասել արուտեսակն է հայ ժողովրդի, ոչ թե Փասյանի կամ ասենք Սիրամարգի կեցվածքով, այլ հզոր այռուցի, վագրի կեցվածքն է, իսկ առաջնորդը պետք է այդ տիպարը լինի եւ մարմնավորի ամբողջ հայ ժողովրդի հույսն ու հավատը։ Պատահական չի մեր գերբի զինանշանի վրա գտնվող այռուցները։ Այդ տեսակն է մեր նախագահան, մեր առաջնորդը։ Ես ինքս սփյուռքահայ եմ եւ եկել եմ նախագահ Քոչարյանի ժամանակ Հայաստան եւ ամեն օր տեսել եմ, որ ինչ նվաճումներ ա ունեցել։ Հիմա էլ եմ տեսնում, որ ինչպես մեր ժողովուրդը ինչ վիճակի է մատնված, մանավանդ շրջաններ, որ գնում ենք, ահավոր վիճակը հակառակ բոլոր քարոզչության, ամենայն դեպս իմ եւ իմ ընտանիքի շրջապատի ընտրությունը Հայաստան դաշինքն է։ Ես ապրել եմ Հայաստանում, լավ ժամանակ եմ եկել, ցավոք սրտի նույնը չեմ կարող ասել հիմա համար։ Չքվեարկել համար 16-ի օգտին, որը Հայաստանը տանում է դեպի թրկացում,
եւ ընտրել ազգայինը համար 17, որ մեծ հույսեր են կապում ապագայի համար։